Եթե անձնական հարցեր ունի Նիկոլ Փաշինյանը պարոն Ծառուկյանին կարող բանակցի, ոչ թե այսքան ժողովրդին սոված թողի։ Բայց նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում է կալանավորելու է ինքը հիմա այս պայն յա կմաճուկն է անում, որ անձնական հարց ունի, թող անձնականը պարզաբանի ինչ-որ մի սենյակի մեջ։ Ոչ թե մարդկանց հրամանտան 70 տարեկան ասենք յա ծնողին նույն ձևի մտնեն, յա տան մեջ է երեխեքի մոտը բարգ սենգեդի ոնց կլինի։ Դուք որպես զարմանում մարդիկ առիթներից են դրես գործում։ Դե կենթանուց դուցին էլի։ Դուք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքաց ինչպես եք վերաբերվում առհասարակ Նիկոլ Փաշինյանի բառապաշարին, որով նա դիմում է հայտարարություններ է անում։ Այս պայս շատ վատ։ Այս դեպքից հետո շատ վատ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ չի տեսել այն տեսանյութը Ծառուկյանի եւ նույն բարգացնելու աշխատակիցների կողմից։ Սաղ աշխարհը տեսան Նիկոլ Փաշինյանը չտեսավ։ Խոզի բուդը տենում է, բերանա դնում ուտում, այդ չի տենում։ Կներեք մի բան էլ ասեմ, այս օրերին ասում են Ծառուկյանը շատ-շատերին լավություն է արել, բայց շատերը եւ կարծես բոլորը մոռացել են այդ մասին։ Այդ մասով ինչ կարող եք ասել։ Տեսեք, շրջանառում են, ասում են նույնիսկ իր կողքի մարդիկ, նույնիսկ իր աշխատակիցները այս իրավիճակի համար հոգու խորքում ուրախ են։ Ինչ կպատասխանեք այսպիսի հայտարարությունները։ Ով այս գիրքը գողանա, զույգ աշկերը կուրանա։ Դե ուրացողները թող ուրանան, ինչ ասես։ Ռուբեն Ռուբինյանն ասում էր ազատագրելու Ես չեմ ճանաչում այդ մարդը։ Խոստակ արդեն խոսնակ ազգային ժողովի շուտով։ Ասում էր ազատագրելու են եւ Գագիկ Ծառուկյանի աջակիցներին եւ աշխատակիցներին եւ առյուծներին, ովքեր գերի են պարոն Ծառուկյանին։ Մենք գերի չենք ստե։ Մենք աշխատակից ենք մի ընտանիքի նման։ Մենք ստե գերի չենք մեզի համարում, ոչ էլ բանդարկյալ ինչ-որ մի տեղի աշխատողի համար։ Երբ Նիկոլ Փաշինյանը ասում է Արարատ ցեմենտ գործարանը պետք է պետականացնենք, ասում է աշխատողները դրանից հետո խնդիր չեն ունենա։ Ախր Նիկոլ Փաշինյանը մոռացել է անցյալը, որ բան էր անում, ասում էր ես ապարիկով լվացքի մեքենայով վերցրի վարկը չեմ կարող մարել, բայց կան ժողովրդի վարկը ով պիտի մարի։ Երիկա։ Կներեք, բայց մի բան էլ էլի ստացվեց, որ այս իրավիճակում այդքան որ կասի կներեք, հախոսնել եք։ Հասարակ աշխատողն է տուժում, հասարակ քաղաքացին է։ Ապա բարձա բանվոր մարդն է տուժում։ Այն մարդկանց հաճելի չի գան ստե ժամերով ոտի վրա ծառավ կայնան, ոչ էլ մեզ է հաճելի։ Ստեյց ենք սնում, մեր երեխեքն մեր այդ նույն տեղի հաստատության աշխատանքով են սնում։ Նա սովածով մնա։ Ձեզ հաճելի կլի, որ ձեզ գործից անեն։ Թե մեզ է հաճելի չի։ Դեր, դու տանակ դու։